Բարի լույս իմ սիրելիներս, բարի լույս իմ հարգելի հարգարժան հետևորդուհիներ ջան, Վաշը Անահիտը վերադարձավ եւ նստեց իր մեքենան, Անահիտը չէր մեքենա վարել արդեն քանի օր, 5 օր, 5-6 օր եւ շատ ուրախ էի։ Դժվար էր, գիտեք ինչ, ամեն անգամ ես ձեզ ասեցի, չէ, որ ես չեմ սիրում ստեսություն ասել, չեմ սիրում ասել au revoir, բայց ինչ արած կյանքն է, ամենակարևորը, որ երեխեքը ուրախացան, մենք նույնպես տեսանք իրանց, ես ինչ որտեղ հոգեպես հանգստացա, որ տեսա որտեղ են ապրում, շատ սիրուն տեղ, երևի թե, կարող եմ ասել, մեր մոտից էլ գեղեցիկ էր իրանց տեղը, բայց ըստ Սերժի իր մոտ ավելի լավն է, դե բնականաբար հիմա ես նայում եմ, սենց իմ աչքս արդեն սովոր է, բայց շատ գեղեցիկ է, մեր մոտ ուղղակի ուրիշ բնություն, ինչպես գիտեք, Անահիտը 2 շաբթի օրվանից գալուն պես արդեն սկսեց զանգ ու զրունգոցը, նրանք ովքեր սիրում են Անահիտին գանգրահեր, ահա եւ ձեր գանգրահեր Անահիտը, սիրելիներս, պարզվում է Կարլայի մաման իմ մի քանի վիդեոներ տեսել, բոլորը ինձ սիրում են գանգրահեր, բացի ինձանից բոլորը սիրում են գանգրահեր։ Ես ինչ եմ ուզում ձեզ ասել, ուզում ասեմ բնությունը ամենտեղ գեղեցիկ է, ես մեր մոտ էլ կան շատ գեղեցիկ վիլաժներ եւ ամենակարևորը ասեմ ձեզ, որ այդ պատմական վիլաժներ ես չէի պատկերացնում, որ դուք սիրում եք այդ 5 յուղերը, այդ մեջերը, որ նկարես, եթե սիրում եք, ես երբեմն կգնամ եւ կնկարեմ հատուկ ձեր համար, որովհետեւ ինչ որտեղ ես մտածում եմ, ձեր աչքերով եմ նայում եւ զգում եմ, որ դուք ճիշտ եք, դուք չէ որ տենց է, օրինակ ես հիմա այսօրվա դրությամբ մենք գիտենք Ամերիկյան Միացյալ Նահանգների յուրաքանչյուր տեղ, Գլենդել, Լոս Անջելես, Մալիբու եւ այլ, այդ ամեն ինչը մենք կինոների մեջ տեսնում ենք։ Բայց դա սովորական քաղաքներ են, քաղաքներ։ Փարիզը նմանապես, գիտեք, Էֆելյան աշտարակ եւ այլ, բայց մարդկությունը չի ճանաչում իսկական Ֆրանսիան։ Իսկական Ֆրանսիան, այսինքն փոքրիկ վիլաժները, փոքրիկ, տեսեք օրինակ սա։ Տեսեք օրինակ սա մեր փոքրիկ վիլաժն է, դուք տեսել եք, որտեղ որ ես պայմանագիր եմ կնքել, որտեղ ես հենց բասկետբոլային թիմն է եղել, եւ այս ամենը գեղեցկություն է, իհարկե ես հասկանում եմ, դուք ինչու եք սիրում, որովհետեւ անկախ ձեզանից դուք գնում եք դեպի այն Լուի դը Ֆյունեսի, Ֆերնանդերի, այդ բոլոր այդ իրանց այն լավ Գաբեն, իրենց Ժան Գաբեն, Էլով կա ֆրանսիական դերասաններ, Բելմոնդո, Լուի դը Ֆյունես եւ այլ։ Եվ այն տպավորությունն է, որ դուք ոնց որ ինչ ասեմ, իրականությունն եք դուք ձեր տալիս։ Դրա համար ես հաճույքով կնկարեմ, եթե իհարկե հնարավորություն ունենամ։ Ներող եղեք սիրելիներս, մեքենան կանգնացրեցի, այդ բանը սյուպողը որ ունեմ, թուլացել էր, այն օրը որ Սերժը մեքենան վարում էր, ես շուր էի տվել իմ կողմի վրա։ Այդպիսի բաներ սիրելիներս, ես հասկանում եմ, որ դուք ուզում եք գեղեցիկ վիլաժներ տեսնել եւ իհարկե ոչ բոլորը, բայց նրանք ովքեր սիրում են, խոստանում եմ ցույց կտամ, իհարկե կան, որոնք որ սիրում են ուրիշ կոնտենտներ, դե բնականաբար բոլորս տարբեր ենք, նես չի որ բոլորս միանման սիրում ենք ինչ որ մի կոնտենտ, բայց ինձ էլ է շատ հետաքրքրում, երբ որ ես տեսնում եմ շատերը ցույց են տալիս իրենց փոքրիկ քաղաքը կամ թեկուզ մեծ քաղաքները, բայց դե քաղաքներում խոսքը մեր մեջ մնա, ինչ կա, պատից ու շենքից ես կողմ։ Ես այն օրը իմ Կարլայի մաման ասում է, Անահիտ, որ դու հանկարծակի Աստված առաջ մի անգամ գնաս Երևան, անպայման կնկարես, ասի անպայման։ Այդ արդեն ֆրանսիական ալիքի համար կանեմ, որովհետև շատ ֆրանսիացի ընկերուհիներ ունեն, որոնք խնդրել են, որ ես տեսնում եք իրանց էլ հետաքրքիր է տեսնեն Հայաստանը ինչ կա, ոնց եւ այլ, որովհետեւ այդքան չեն խոսում հեռուստացույցով։ Օրինակ հեռուստացույցով դուք դիտել եք այս կողմը, ոչ, չեք դիտել։ Դե բնականաբար արդեն այն անենց է դուրս գալիս, որ դուք ինձանով ոնց որ ռեպորտաժ եք նայում, էլի։ Репортёры, я репортерщица русскоязычная։ Ես ձեր ժուրնալիստն եմ, երեխեք ջան։ Նենց որ արխային կարող եք ասել, Անահիտ ջան, այս ինչ լավ ռեպորտաժ ցույց տվեցիր։ Ինչ անենք, սիրելիներս, ամեն մեկս չունենք հնարավորություն, որ տոմս գնենք եւ գնանք, ման գանք, եւ մնալու տեղն է, եւ այլն։ Եկեք ոչ մեկն է թող գլուխ չգովա։
Ոչ մեկը թող գլուխը չգովա, ասի որ ես այո կան օլիգարխներ եւ շատ հարուստներ, որոնց համար պայուսակները 40, 50, 60, 100 հազարանոց պայուսակները դա փող չի, բայց մարդիկ աշխատում են, նորմալ աշխատող եւ քրտինքով աշխատող մարդիկ երբեք չեն ունենա միլիոններ։ Ինչ արած, կյանքն է, դա կյանքն է, դա կյանքն է։ Դրա համար այս YouTube-յան հարթակը այնքանով է լավ, որ տարբեր բլոգերների միջոցով ճանապարհորդում ես, որ ասում անթև հուշ եմ, էլի, անթև հուշ ես դառնում, էլի, անթև հուշ, բա, կանգ բաներ, սիրելիներս, տենց բաներ, էլի, ինչ ասեմ, ժողովուրդ ջան, ընտրակ տենց դատարկություն է, բայց դե բնականաբար տները ամեն ինչը մաքուր, գործ չկար անելու, սպասում եմ օրեր, վաղը չեմ իսորվանից սկսեմ լվացք անել, պատրաստվել, և ձեզ շատ սյուրպրիզներ են դեր սպասում, ձեր չարաճիջյանայի դիշկայի կողմից այնպես, որ մնացեք և դիտեք, ժողովուրդ չմոռանաք լայքերը, ես եմ մոռանում, իմ լավ հետևորդուիներից մեկը, որ մենք արդեն համարյա ընկերացել ենք, Վարդուի, բարև Վարդուի ջան Ամերիկայից, ինձ ասում Աննա այդ պատկերացնից ես նայում եմ, ես հետո հիշում եմ, որ ես չեմ դրել լայք, և շատ շատերը կան այդպես, իսկ ինչ է անում լայքը, ինձ նայում եմ, Սիրալույս, իմ սիրելի սիրալույսն է բացատրել է դրա մոմենտները, ես չգիտեմ, այնքան ուրախ եմ, որ իմ հետևորդուհիները հոգով ցավում են, գոհարը անդադ գրում է, ժողովուրդ չմոռանաք, այն մեկը գրում է, լայքերը չմոռանաք, նայում եք, ինչ անեմ սիրելիներս, նայում են, իրոք ես դաժե չեմ են նայում, թե երեկվա չառաջվա բլոգների մեջ ինչքան լայք կա, 4000, 4500 դիտողներ են, սիրելիներս մի մոռացեք, նյուժել եք բուտմատ տնգելը դժվար է, գիտեմ որ դուրն այդ գալիս է նայում եք, ինչ անեմ, հելն եմ գնամ, ընգնեմ YouTube-յան ալիքով մեկ մանգամ ձեզ, որ հիշասնեմ, նո կատակ եմ անում, եթե հավանում եք կդրեք, եթե չեք հավանում, աստված ձեր հետ սիրելիներս, ինչ ասեմ, ես այն օրը խոսացի այդ բլոգերական այդ աշխատանքից, այո, ես ասեմ, որ սիրելիներս մեջ, հայ բլոգերների մեջ շատ կան կորեկտ, շատ լավ ընտանիքի մարդիկ, որոնք իրանց ընտանիքն են ցույց տալի, իրանց տունը, տեղը, թե լինի գյուղում, թե լինի արտասահմանյան եվրոպական երկրներում, եւ շատ հաճելի է, իհարկե հաճելի է մարդկանց համար, որ դուք լայք դնեք, մարդկանց ավելի ոնց որ քաջալերում եք, ավելի եք ոգևորում։ Ես խոսքը մեր մեջ, ոչ թե մեր մեջ, այլ ամբողջ ձեր մեջ, ես ինքս մոռանում եմ, որ դա ինչ որ նշանակություն ունի։ Դե եթե այդ ինչ որ մեկը խոսած են, որ հանկարծ չմտածեք, թե այս YouTube-ից մարդիկ միլիոնատեր են, ոչ, անկախ քեզանից իմ համար ես ավելի էներգիա եմ ծախսում, ստեղ փողի մոմենտ չկա, ես ինչ է, պույտյուրից կա բլոգերություն է, իմս փող էլ չկա, որ ասես փողական փողի համար, անկախ քեզանից կապնվում ես մարդկանց հետ, ոնց կարող է պատահի դու թողնես, որ դու գիտես ահագին մարդիկ քեզ են սպասում։ Ես որ մի շաբաթով վերցեցի հանգիստ, որ այդ քանի 500-ից ավել կոմենտները իմ հոգիս ինձ ցավ տվեց, որովհետև ես զգացի, որ այդ մարդկանց ես չեմ ուզում ցավացնել։ Թեկուզ քիչ կանեմ հետագայում, թեկուզ 2-3 օրը մեկ կանեմ հետագայում, կամ ամեն օր կշարունակեմ, Աստված ոնց իմ առողջությունն է տվել, ոնց տվել է նաև իմ տրամադրությանը, որովհետև ստեղ գալիս է նաև տրամադրություն ունես, թե չունես, ժամանակ ունես, թե չունես։ Այսինքն դու ոնց ասեմ, հիասթափվածություն ունես, թե չունես, բայց այդ մարդկանց համար չես կարող, արդեն կապնվում ես, անկախ քեզանից դու քո աուդիտորիայիդ հետ կապնվում ես։ Մեկ որ Դինամոյում խաղում էինք Հայաստանի սովետական միության այդ ժամանակ, շատ կային բալեստիկներ, որոնք ռուսերեն եմ ասում, անկար չպրպրտաներ, շատերը բալեստիկներ, որոնց որ մենք արդեն դեմքով ճանաչում էինք, որտեղ այդ մարդիկ ոչ մի խաղ բաց չէին թողում, անկախ քեզանից կապնվում ես, հենց որ մտնում էինք արդեն դալիս, Անահիտ, արդեն ձայնից էլ էիր ճանաչում ով է։ Դրա համար այստեղ ֆինանսը կապ չունի, այստեղ մի ճշմարտություն կա, կապնվել քո հետևորդների, քո գեղեցիկ բառեր ուղարկող, այդ իրանց միտքը, իրանց հոգուց բխած բառերն ասող մարդկանց համար ես անում դա։ Դե չէ գումարը բոլորս էլ աշխատանք ունենք, շատ բլոգերներ կա, ես տեսել եմ, իրանք լավ էլ աշխատում են, լավ էլ վաստակում են։ Դա ուղղակի sense ոնց որ հոբիի նման ինչ որ մի բան, որպեսզի կապնվեք, որպեսզի կարոտ դառնես քո հայ ժողովրդի։ Սա իմ ընկերու լոտիսմանն է,
Ես հիմա մոտիկանում եմ իրանց տանը, երեխեք այնքան ժամանակ չեմ եկել, իրանք ասել եմ, չէ, ուրիշ տեղ են բանը գնել, ինչա ապտեկան տեղատունը ու գալիս են ստեղ մենակ ուրբաթ-շաբաթ-կիրակի, բայց մենք շատ մոտիկ ենք եղել։ Իրա տղային տեսել եք մեր տունը, Տոմային բացա, տնա զաբորները, զաբորչիկին открыла, բացա դե լավա։ Օլա։ Այնքան լավ տուն ունեն, շատ բասեյնը արդեն սարքել են, հա։ Վերևից կնկարեմ, անպայման խոստանում եմ։ Ժողովուրդ ջան, ես իմ ընկերուտունն եմ, ես ձեզ ասեցի, չէ, Վեղոյենց տունն եմ, որ ձեր համար կնկարեմ, մի հատ խնդրում եմ այս հրաշքը եւ լռեմ, լսեք ձայնը։ Տիտիկները։ Այս տունը նայեք ինչ լավն է, շատ հեռու է տունը, մոտիկացրեցի ուղղակի։ Հրաշք է, երեխեք, հրաշք տեղ։ Պատկեցեք առավոտն արտանում ես ու այս է տեսնում։ Բայց ուղղակի վատներն էլ տեսնում եք, այսինքն ահա որ դիք է իջնում, այս խեղճ մարդը որ պիտի խոտերը հնձի տրակտորով, ահա որ դժվար է։ Կուկու։ Ահա եւ ձեր Անահիտը իր թագավորությունում վերադարձանք։ Օֆիցիալնի վերադարձանք սիրելիներս։ Լուսը բռեն Եվ անցանք մեր չխկոդող կոցին, ինչպես եք սիրելիներս, ինչպես է ձեր թանկագին առողջությունը։ Ժողովուրդ ջան, ուզում եմ ձեզանից և շնորհակալությունս հայտնեմ, և ասեմ, որ ես ուրախ եմ, որ ձեզ դուր է եկել մեր 4 օրվա այդ ճանապարհորդությունը, գեղեցիկ բնությունը և իհարկե դուք գնահատում եք այդ ամենը եւ զգում եք, որ ձեր Անահիտը չնայած նրան, որ ամեն վայրկյան ցանկանում է իր երեխաների հետ անցկացնել, ժամանակ գտավ եւ ձեր համար բնիկներ արեց։ Շատ մերսի դրա համար, մերսի ձեր հրաշալի բարերի համար եւ ուրախ եմ ես, որ ինչ որ միտեղ կարողացա ձեզ օգնել եւ ինչ ասեմ, ինչ որ մի բանով օգտակար լինել եւ այն որ դուք տեսակ եւ ճանապարհորդեցիք իմ հետ, դա իմ համար բավականին մեծ հաղթանակ էր։ Ինչպես այն օրը ես ձեզ ասեցի, չէ՞ մի բլոգերի վրա ես դուրս եկա, շատ արտակարգ մարդիկ են, շատ հասարակ, ես չգիտեմ, ես իրավունք ունեմ ասեմ իր անունը թե ոչ, բայց ամեն անգամ չեմ նայում, դե բնականաբար շատ զբաղվածության պատճառով, բայց պատահաբար որ տեսա, որ ինքն ասեց, գիտեք, մարդիկ մտածում են, որ մենք միլիոններ ենք աշխատում, բայց մենք միլիոններ չենք աշխատում։ Այո, ժողովուրդ ջան, այստեղ կա երկու ճշմարտություն։ Ժողովուրդ ջան, ներող եղեք զանգեցին, ինչ էր ուզում ասել, մարդիկ մտածում են, թե այո, շատ բլոգերներ կան, որ իրենց, ինչ ասեմ, ոչ թե գումար են ստանում, այլ հազարներ և միլիոններ են ստանում, բնականաբար դրանք արդեն վաղուց բլոգերներ են, ունեն ռեկլամներ եւ այլն։ Բայց ես նկատել եմ, որ այդ բլոգերները, որոնք որ այդ մարդը, որ խոսում է դրա մասին, ինքը չունի ռեկլամներ եւ բնականաբար ճիշտ ասեց, որ մարդկանց թվում է, թե մենք միլիոններ ենք աշխատում եւ այլն, եւ մենք կապնվում ենք մեր աուդիտորիայի հետ եւ ես համաձայն եմ իր հետ, որովհետեւ դա այդպես է։ Դրա համար մենք շարունակում ենք բլոգները, չնայած զբաղվածության, որովհետեւ այդ շատ մարդիկ կան, տեսնում են բլոգերներ, իրենք աշխատում են, զբաղված են, բայց էլի ինչ որտեղ չեն ուզում իրենց աուդիտորիային նեղացնել, շաբաթը մեկ են գցում, 3 օրը մեկ են գցում եւ այլն։ Դա դեռ չգիտեք ոնց է լինում քո կյանքդ, աշխատանքդ եւ այլն։ Համենայն դեպս ես դեռ այստեղ եմ ձեր հետ եւ կշարունակենք փոքրիկ բլոգներ նրանց ում հետաքրքրում է կդիտեն եւ ես դրանից ավելի հաճույք եմ ստանում, որովհետեւ մարդիկ արձագանքում են եւ տեսնում են, որ իրենք այդ դրա կարիք ունեն։
Հիմա ձերանային իշքան մտավ խոհանոց, սառնարանը բացեցի և ինչ տեսնեմ իմ բադրջանները, սմբուկները, այնպես վեքնած է, այնպես ճողորած, բայց գիտեք ինչ, ճիշտ ասած մտածեցի օգնին ֆախսի անեմ, այսինքն սմբուկով, ֆարսարած սմբուկով աղացած մսով, բայց ոչ, ես հիմա գիտեք ինչ կարում, ես հիմա մի վարկյանում կգնամ, իմ կրիվետկաները կվերեմ, նրան ունեն ձուկ, բայց ձուկը մի ուրիշ օր կպատրաստեմ և ես հեռախոսով խոսալով ես հիշեցի, որ ես ունեմ կրիվետկա և այսօր ինչ եմ պատրաստում, կշռվեցի, ոչինչ, մի քիչ ավելացրել եք նորմալ հանգստանում ես, ոչ մի գործ չես անում, ավելի շատ ռոլաքսացիայի ժամանակ բոլորներ մի քանի կիլո քաշ են ավելացնում, դա հոգ չի, կարևոր առողջություն են ժողովուրդ ջան, հիմա ես մի քիչ ջրի մեջ կդնեմ իմ կրիվետկաներ, հենց էսենց պակետով ցելոֆանով, ոտրակով, թող հետ գա և մեր մոտ հիմա ժամը 11-ն է, ձերանային իշքան այսօր շատ շուտ արթնացել էր և հետո նորից քնեց, դե ոչինչ, բայլա պետք, հիմա չնայած նա, որ ունեմ բավականին թղթային գործեր, իմ սիրելի Կարլայի սիրելի մայրիկը Բեատրիսը մենք որտեղ որ գտնում ենք գաղում, այդտեղ երակների և բաների ծնեբեկի, ասպերժի, սպերժայի սեզոնն է, մեր համար բավականին շատ գնաց գնեց, որ բերենք հետներս ելակ և ծնեբեք, արտակակ ծնեբեք է, ասեմ ձեզ, ես գիտեք այսօր ինչ եմ որոշում, ես այսօր կորոշեմ, որ այս ծնեբեկի պոչերը, ուրեմն ծնեբեկը ոնց զակ, այսենց վերցնում եք երեխեք, սենց չեք այս մասից անում, որպեսզի ինքը որտեղից կոտրվում է, այդտեղից պետք է եփվի։ Սա շատերը ճիշտ ասած ես գցում եմ, բայց շատերը տեսնեմ այս սրա պոչով կարող եմ ապուր սարքեմ։ Հիմա ես ինչ եմ անում, քանի որ ջանի, ես նաև ուզում եմ խաշել բրոկոլին, ասպերժը, իմ ամուսինը սիրում է ուրիշ ձևով, այսինքն բանը, ջերոցը, երեք ջերոցների դրել, շատ համովարվում ջերոցում, ուղղակի վերցնում եք, դες սպերժան, կարմիր պղպեղ, աղ, ձետ, ձերքով լավ այսպես տրորում եք ու դնում եք ջերոցը, եթե ունեք, եթե ունեք են բաներից, անունիչ, էրֆրայորը ինչա կոչվում, դրանից դա կարող եք անել դրա մեջ։ Հիմա, քանի որ ես մամայիներ եմ տալիս ասպերժ, ինքն էլ շատ սիրում է, այս կգնանք մամայիներ կմարևենք, կարոտել եք ձեր ծատիկ-տատիկին, ծատիկ-ծոծյային, ուրեմն, ընդհանրապես սպերժան պետք է 4 սատից ավել չուտեք, ամեն մի ճաշի, այդ էլ իմ սիրելի օղորմատիկ կեսույցս մնացել, սովորեցին, հիմա սա ես կդնեմ այստեղ որ լվանամ, սա դնում է սառնարա, սիրելիներս, այսօրվա իմ մենյուն, եթե նրանք ովքեր դեռ չեն կազմել իրենց մենյուն, կարող եք իմ հետ պատրաստեք։ Ես ես կանաչ դանակի մի սպիտակը չկա երեխեք ջան, ենքան տխուր եմ, երևի գնացել եմ աղբի մեջ, երևի չգիտեմ, բայց ենքան զգուշ եմ, ես միշտ եղել այդ բանջարեղենների մեջից նայում եմ և այլն, կանաչը հասկացա, բայց պիտի կարմիրը գնեմ սրանից, եթե ես հանկարծ ոտս ընկալ Երևան, ես կարմիրն եմ ընտրելու, որ այսինքն կարմիրը կարող է լոլիկի հետ գնա, շատ լավն է երեխեք, ճիշտ ասած շատերը կան, մի քույրս ասում է այնքան վտանգավոր աղա, բայց զգուշ պիտի լինես, հիմա ես ինչ անում Վերանայիկը, լվացնում է սա, այս սպերժան և դուք ասեք երակները հիմնականում այդ ռեգիոնն է անում ժողովուրդ ջան, դրանից բերում են սեղ, ես չի որ Ֆրանսիայում չկա, ուղղակի իրանց մոտ են սպերմաներ են, որոնք որ վաճառում են դիրեկտ, սա դրեցի բրոկոլին, տակը ձուն դրեցի, բրոկոլին, ծնեբեկը և սա պետք է գնա ես ինչ կանեմ 16 րոպե կանեմ բանի համար, այդ անունիչան ձվի համար 16 րոպե շատ լավ է, որտեղ մի շատ է լցրել, այ մեջքս
Այսա ես չեմ գցի, ինչու, որովհետև ես միգուցե թե մի հատ տեսնեմ այս սրանով կարող եմ ես պատրաստել ապուշ։ Դնեմ սրա մեջ, շատ եկանում մի աղջիկ եմ ժողովուրդ ջան, հիմա մեր եմ գտել ինչ ճանաչողներ տեսնեն լավ կծիծաղան։ Սա գնաց եփվելու եւ ձեր անայիդներ հիմա այս ամեն ինչը կթողնի։ Եվ գիտեք ինչ եմ որոշել եմ պատրաստել կրիվետկաները, բայց ոչ թե սառը վիճակով, այլ տաք ուտես սխտորով եւ պետրուշկայով, մաղադանուսով եւ ինչ են ասում, բանը տենց պերսիա դա կոչում կարակով, դե արդեն ինքը եփված է, ուղղակի պիտի մաքրեմ եւ պատրաստեմ եւ պամիդոր վարունգներ կկտրատեմ, երևի թե պամիդոր վարունգը կպատրաստեմ մեր ձևով, ռեհանով, բանով, տենց, որպես աղցան սուխով, վերջին րոպեին, ամեն ինչ վերջին րոպեին անալիտի, եւ ես տեսնեմ սառնարանում ինչ ունեմ, ինչ չունեմ, ժողովուրդ ջան։ Ոչ չունեմ, այդ բանջարեղենը շուտ է ավարտվում, մի վարք է, ես ոնց որ ծաղկակաղան ունեմ, ոչ չունեմ։ Այս ծաղկակաղան ես հիմա հանեմ եւ դնեմ այստեղ, որպեսզի ես տեսնեմ։ Վաղ ինձ թվում է պատրաստի Բադր ջան, սմբուկ եւ այն մյուսը կպատրաստեմ դա որպեսզի չփչանա։ Դե լավ սիրելիներս, ես գնացի իմ գործին, հիմա ես միացնեմ իմ հրաշալի ապարատը։ Վա, գնացի երկու արդեն։ Գնացինք, ես գնացի, դուք մնացիք։ Պատկերացնում եք ժողովուրդ, մարտ ամիսնա մենք դեռ վարարան ենք վարում, մարտ ամիսը, մայիս ամիսնա, մայիսի կանուս նայսոր սեբասանը կուրցրել եմ սրա տխվա հիմա ես գիտեք ինչ եմ անում երեխեք տեսնենք արդեն դեղ չէ որ մարդիկ գնում են ասենք ռազմերները ճիշտ չի լինում լավ չի լինում հետո ես փոխում եմ բաները ռազմերները ոնց որ դուք ասենք մի բան եք պատվիրում լավ չի լինում փոխում եք փոխանակում եք ես ինչ եմ սա այս ամբողջի հետ անգնում հիմա ես վերցրեմ ամբողջությամբ հետո առաջներն անեմ ամենակարևորը սրանք գրեմ չկային այդ մոմենտները ինձ թվում է ինձ հերիք չի անես մի թուղթը երևի թե սրա մեջ գրեմ սրա մեջ կանեմ Ուրեմն որ նայեցի, պարզվում է, այնքան մոտիկ էի դրել, երեխեք, ձեր դեմքը իմ դեմքն էիք մենակ տեսնում և ոչ իմ աշխատանքը, բայց է ոչինչ, տենցել է լինում պատահում, վթարներ էր պատահում է, հիմա ես մի նորություն է գալիս, բայց ես չգիրեմ սա երբ բանից եմ կստանը, երբ բանից է սա, ամսի քանիսից է գրած չի, երբ է, գրած չի երբ է, ալող, էդիսյոն լիմիտեմ, ահա, ստեղ պիտի որ գրվի, էդիսյոն լիմիտեմ, մեքան, on fait, peut-être c'est là, édition limitée, non, autant, ok, crée une commande, ok, tac, Գնացինք սիրելիներս, տեսնենք ինչ ասում էդիսյոն լիմիտեն առանձին տեղ ունի, նուվոտե էդիսյոն լիմիտե, դեռ չկա, իստումը վաղվանից կլինի, ես մի քանի հետաքրքիր բան եմ տեսել, ուղղակի ինձ հետաքրքիր է սրա մատերիալներն ինչ են իրանից ներկայացնում, հիմա ես այն կկարդամ և կուղարկեմ իմ ընկերուհիներին, Իսկ թվում է ժիլետը հաստատ, կոստյումը չգիտեմ, ժիլետն շալվարը տաբատը հաստատ։ Դե լավ սիրելիներս, ես հիմա իմ գործերն անեմ կենտրոնանամ աշխատանքիս վրա և հետո հենց որ ծնգա իմ հրաշալի օգնականը, ես կանցնեմ խոհանոց, տո խոհանոցից այստեղ, որտեղ ժամը 2:30-ի կողմերը պետք է գնամ արդեն իմ թղթերի գործերով, գրել եմ մոտս ինչ պիտի անեմ, որ չմոռանամ, դեռ չեմ լրացել այն որ պիտի կարևորագույն լրացման բաներն են, բայց ոչինչ չի բան լինի, փախնի,
Դե լավ, գնացինք։ Մամանյա, здравствуй, ժողովուրդ ջան, եկանք տուն։ Մամ ջան, քո համար բերել եմ բան է, ցնեբեկ, ասպերժ, ձու եւ բրոկոլի։ Ոնց ես մեռնեմ արևից։ Ժողովուրդը շատ են կարոտել քեզ։ Հա, ես էլ իրանց եմ։ Էս ինչ ես սարքում, Սաթիկ ջան։ Դե, սարքում եմ էլի։ Սխտորի հոտ եմ առնում։ Չէ, սխտոր չեմ առնում։ Այն ինչ ես խմոր ես արել։ Հա, Բուխանկա թխեմ։ Այո։ Բուխանկա թխեմ են հաճարի գրեշկի անուր եմ առել։ Ասի այդ սպիտակը որ անում ես, դե շաքարի համար այդ կան։ 800 գրամ սպիտակ ալուր եմ արել, լավ ալուր, բարձր։ Գրեչկայի ալուրն է։ 200 գրամ գրեչկի ալուր են ունա։ Իդո հաճարի ալուր էլ բանա դեք դիետի խանութ։ Այն բիոխանութը, բիոկոպը, հա, կա կիլոյով դաժե։ Հաճարը կոչվում է սպիտակ ցորի։ Էպոթխնա, հա, կա, հա։ Միայն հաճարի առնենք։ Սուսանը որ անում է, այնց ասում է հաճարին այնց համա տա։ Եղա մամ ջան, պրոբլեմ չկա։ Ֆրանսիացիք հաճարը ավելի շատ այրուրի տեսքով են օգտագործում դրանք։ Ճիշտ ես ասում։ Նրանք մեր նման ճաշերի մեջ չեն անում, դրանք ալուր են անում։ Մամ Սերժը որ գնում հացա բերում այնտեղ են որ սարքում է, ուղիղ կեսից շատը հաճար է։ Բա տեսնում ես, հա։ Էպոթխե, պեն էպոթխե, ինքը մի քիչ։ Ոնց ես անայ ջան։ Լավ է մեռնեմ արևիտ, անցա խոհանոց։ Հա, մամ ջան։ Որտեղ է պատտվես, գազկո բնի վրա։ Բայց դժվար էր մի քիչ, բայց չեմ սիրում բավարար բաժանություն, բայց ոչինչ։ Լավ է, շատ ամեն ինչն էլ լավ է, ամեն ինչն էլ հաճելի է։ Կարևորը տեսա որտեղ է, ապրես, հա։ Աշխարհի խաղաղությունն էլ, օր է աշխատել, օր է ուտեն, փառք Աստծո։ Ամեն ինչն էլ լավ է, ամեն ինչն էլ առա։ Մամ տան, նոր ես չխկոց էի լսում, ինչ էիր անում, մեռնեմ արևից։ Հետ էի ճարտում, Զագրադով կա։ Մայիսի քանիսն է այսօր։ Մենք Սերժը փեջը վառել է, դաժե վառած, հա, դաժե այդ վառած վիճակում նոր մի քիչ տաքացավ, ինչ ես ասում են, հավա։ Հավա, երեխեք ջոգում եք, հավեն կոտրված։ Ես է կրիվետկա ունեի, ընդամեն 10 հատ կրիվետկա էր մնաց, այդ կրիվետկեն հանել եմ, դերն է, որ սխտորով սարքեմ, նենց որ իմացած եղեմ։ Կարակով ու վերջում սխտոր պետրուշկա եմ ավելացնում վրեն, հա։ Սիրելիս։ Ապրես աղջիկը շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ ուշադրության համար։ Բրինձը ինչ է սարքել քեզ։ Իմ լավ լսողներ, իմ լավ բարեկամներ, լավ աղջիկներ։ Անչափ շնորհակալ եմ ձեզանից, ձեր առօրյայով, ձեր կյանքով եմ ես շոյվում եմ, ապրում եմ։ Դուք էլ ինձանով եք, մեր ընտանիքով եք հետաքրքրվում։ Եվ իմ համար գիտեք ինչ կա, կարևորը փողը չի, կարևորը կյանքն է, որ միայն հետ ես կարողանում հետդ տանես, այդ գեղեցիկ խոսքերը, գեղեցկությունը, լավ ու վատ բաներն ես կարողանում։ Դրա համար ես իմ դաստիարակության մեջ, իմ երեխեքներն են դաստիարակել, մտածեք լավը։ Կարևորը դուք ձեր մտքում որ մտածում եք, դե մարդը ամեն տառապանքներն ունեցել է, դժվարություններ, ահռամարանքներ, սեր եւ այլը, աշխատեք լավի մեջ փնտրեք ձեր ամեն ինչը։ Այո։ Որովհետեւ կարողանաք ձեր սիրտը, ձեր թոքերը, ձեր լյարդը, լեղապարկը կարողանաք սրուցեք դրական էներգիայով, աուրայով, հա, որպեսզի լայնանան ձեր օրգանները, ոչ թե նեղանան, իհարկե ման։ Դրա համար լավ եղեք, ես շնորհակալ եմ ձեզանից, որ դուք նայում եք, որ ուշադրություն եք պահում, սիրում եք իմ Անահիտին, իմ ընտանիքը, գնահատում եք։ Քեզ ինչքան են սիրում, հեսակ տեսնես այս վիդեոյի մեջ որ տեսակ ասի, վայ, վերջապես ատիկ, տատիկն եկավ։ Պատրաստյան են։ Ասա, մերնում են։ Այդ ամստեր էր միասին էինք։ Ես որոշել եմ, որ տավարի և հավի միս արդեն մեծակ հոգում ես։ Հնդուշկա եմ օգտագործում։ Ուրեմն հնդուշկի թևերն էի առել, այդան լավ բաստուրմար է տրել, այդ ակլավուտի մեջ լավ խորոված է։ Հետո դե ունես մեծ թափով բաներ, մի հատից ավել չես կարողանում, որտեղ հետը սուպ է, և այլ բաներ։ Հետո այսօր այդ մնացածների լրի ոսկրը հանեմ արի, ակուրատնի կդրել եմ, լավ սոխարած պետք է անեմ, կարմիր բիբար, կանաչ բիբար, պետրուշկա և այդ հավը լավ համեմունքներով պիտի լավ չախոբիլի նման իհարկե, մերնեմ արի։ Հետո սալատ ունեմ, հետո էլ արդեն ծու բերեցի, լուրից էլի բանջարեղեն բերեցի, շնորհակալ եմ անչափ։ Այո, շնորհակալ լինենք ամբողջ ամեն ինչի կյանքից։ Ուր են Հենզելն ու Գրետելը մամ։
Դրանց ուրեմն Հա, այսօր չմոռանամ դրանց համար բան անել։ Վաղուց էի արել, մարազիկում դրել է, եկա թոք էր։ Ասեցի այդքան շատ երկար, երևի 3 ամիս անցել էր։ Ասել է դե արդեն պետք չի օգտագործել, ասեմ կադուլի։ Կդրտում եմ օրիգան, անեցել ուտում ինձ է նայում, որ են ստանում են։ Ուր են, մամ։ Էնը շորը ինչ են իջացրել։ Մամ, ուր է էն։ Այն շորն ինչ են իջացրել գցե։ Երեխեք Սերժը եկավ խեղճ մարդն ասում է 4 օր բացակայեցինք խոտը լնայք ոնց է հելել այս դիմացը ուղակի են բանով են չեն ասում մամ հայրեն են ինչ հայրեն ոնց են ասում գերնդի արեց էլեկտրական գերնդի արեց այն մասն էլ տրակտորով պիտի անի Սերժին ասեց այստեղ գերնդի ես անում մի շաբաթ հետո են ես անում ասի էսի աճում է ասեց մադամ Սվետլանա խնդրում եմ լրի Դե ժողովուրդ ջան, մամ ջան գնամ դել կանչում է ինձ, էլի կհանդիպենք էլի, մեռնեմ արևից։ Հանդիպում եմ բարի լույս, բարի առավոտ։ Ապրես մեռնեմ արևից։ Ուրախ եք։ Մենք ես վերադարձա։ Ժողովուրդ ջան, նախքան վլոգը ավարտելը, ես ուզում եմ մի փոքրիկ հայտարարություն անել։ Ես հենց նոր մեսաժ ստացա Instagram-ով իմ լավ հետևորդուհիներից մեկը գրել էր, որ Անահիտ ջան, ինչ է պատահել, ինչու դուք ակտիվ չեք, որովհետև ես վաղուցած ես չեմ տեսել։ Ժողովուրդ ջան, ես ամեն օր վլոգ եմ դնում։ Եթե մի խնդրեմ կա, դա ինձ թվում է YouTube-ից է։ Եթե դուք չեք գտնում, դրեք Անահիտ վլոգ եւ նայեք։ Ինձ թվում է, չգիտեմ ինչ է կատարվում, ես նոր եմ զգում, թե ինչու ահա որ քչացել են դիտողները։ Դե ինչ ասեմ սիրելիներս, չմոռանաք լայքերը, որովհետև շատերդ ինձ հիշացնում եք, որ Անահիտ չմոռանաս, ասա մեզ, որ դնենք լայքերը։ Դե ինչ սիրելիներս, այսքանով եկեք ավարտեմ իմ վլոգը, ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ ամենալավը, սիրում եմ ձեզ, համբուրում եմ ջերմ, եւ ինչպես միշտ ասում, պակա, պակա։